Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մեր հյուրն է Կեմերովոյի հայկական համայնքի արդեն նախկին ղեկավար Գյորգի Միրզախանյան Անդոնովը։ Բարև ձեզ, պարոն Միրզախանյան։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Ես ձեզ հետ որ խոսում էի նախնական, մենք որ խոսեցինք, որ դուք արդեն նախկին ղեկավար եք, դուք շատ հումորով դրան արեցիք, ես հասկացա, որ այդ ղեկավար լինել չլինելը այդքան ձեր մոտ չի փոխել մանավանդ տրամադրության առումով։ Ես ուզում եմ այդ հարց ճշտել, համայնքում մնացել են համակիրներ, այսինքն այն որ դուք գործը նախատեսել էիք, հա, ձեր պաշտոնի լինելու, չլինելու հետ կապված ինչ-որ բան փոխել է, թե ոնց կային մարդիկ այդպես մնացել են ձեր շուրջը։ Շատ ճիշտ հարց եք տալի, սկսեմ վերջից, դուք արդեն պատասխանեցիք, ինչպես իրավիճակը կա, այնպես էլ եղել է, այնպես էլ հիմա կա, քանի որ մեր կանոնադրության մեջ գրված է, որ անդամները կարող են լինել այլ երկրի քաղաքացիներ, բայց միայն նախագահ պիտի լինի Ռուսաստանի քաղաքացի։ Քանի որ իմ երկու տեղականները, եթե ոչ ավելի վստահելի են ինձանից, քան ես, ուրեմն ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի այդպես այդ որոշումը ոչ մի փոփոխություն չի մտցնի մեր կազմակերպության աշխատանքի վրա, եւ ես որպես Հայաստանի քաղաքացի կարող եմ լինել անդամ, բայց ոչ ղեկավար։ Հա, շատ բարի, ովքեր մեզ նոր են միացել, ես առաջարկում եմ անպայման տարածել հաղորդումը, բանն այն է, որ պարոն Միրզախանյանը նախաձեռնել էր մի պրոցես, դատական պրոցես, որտեղ վիճարկում էր Մոսկվայի պայմանագիրը ռուսաստանյան ինստանցիաներում, անցնելով ամեն ինչ, մեր ընկերները հասան նրան, որ դիմումը հասավ մարդու իրավունքների միջազգային դատարան, ճիշտ եմ ասում։ Հա, եւ արդյունքում իմացավ, որ պարոն Միրզախանյանը այլևս Ռուսաստանի քաղաքացի չի։ Նրան մի խոսքով հետ են կանչել Ռուսաստանի քաղաքացիությունը։ Սա նրանց համար, ովքեր նախնական պատմությունը չգիտեն։ Ես հիմա ուզում եմ գնանք դետալ առ դետալ, պարոն Միրզախանյան։ Էլի դատելով ձեր տրամադրությունից Ռուսաստանի քաղաքացիության ձեր չեղարկելը ձեր նկատմամբ, էլի տրամադրության առումով ոնց որ ձեր մոտ բան չէր փոխել, ինչու։ Ուրիշները կներվեին, որ ասենք նրանց զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչու ձեր մոտ ոչինչ չի փոխվել այդ առումով։ Ճիշտ հարց եք տալի, ինչու չի փոխել, որովհետև մարդիկ կան, որոնք քաղաքացիությունը ընտրում են, որպեսզի լավ ապրեն, շատ փող աշխատեն, շատ ուտեն, շատ հաճույքներ ստանան, իսկ մարդիկ կան կյանքի իմաստը ուրիշ բանի մեջ են տեսնում, շատ արժեքներ թողնեն, շատ որտեղ էլ լինեն օգտակար, անկախ նրանից, թե այդ որտեղ լինելու ժամանակ ինչ ժողովուրդ գոյություն ունի։ Եվ քանի որ իմ ամբողջ սկսած ուսանողական տարիներից ես բոլոր տարիներում շինջոկատներում եղել եմ եւ բախտի բերմամբ տարբեր ծայրամասերում են հայտնվել եւ քանի որ շինջոկատները Ռուսաստանում է եղել, Ռուսաստանում էլ ապրում են մոտավորապես 195 ազգեր եւ ազգություններ։ Պատկերացրեք, մի տարի շինջոկատ եղել է Մագադան Չոկոտկայում, երկրորդ տարին Մարիինսկ ՍՍՍՌ-ում, երրորդ տարին Իրկուտսկում, չորրորդ տարին Գերմանիայում, գեոգրաֆիան մեծ է եւ ամենտեղ, հատկապես Գերմանիայում, համարյա Ռուսաստանի եւ աշխարհի բոլոր ազգերի ներկայացուցիչներ համատեղ։ Եվ իմ աշխատանքային եւ շրջապատի մտքերի բնույթը հիմնականում եղել է, որ դու զբաղվես ստեղծագործ աշխատանքով, արդյունք տաս, անկախ նրանից
դու որ երկրի քաղաքացի ես, ով ես, որպեսզի գնահատվի քո էությունը, կեցությունը, քո կյանքը արժեք ունենա։ Եվ այսօրվա այս վիճակը ես չեմ համարում սա ոչ մի տրագեդիա չէ եւ ոչինչով չի ինձ վնասում, որպեսզի կրկնակի երակի երանդով ես շարունակեմ այն գործը, որը սկսել ենք եւ արդյունքի ենք հասել եւ այս երևույթը մեր կարելի ասել արդյունքի գնահատականն է։ Եվ մենք հասկանում ենք, որ այս երևույթը մեզ ապացուցեց, որ ճիշտ ճանապարհով ենք գնացել եւ արդեն մոտ ենք արդյունք ստանալ։ Մենք այդ արդյունքից անպայման խոսենք, վերջին անգամ որ մենք շփվել ենք այս ֆորմատով, դա դեկտեմբեր ամիսն է, երբ որ դուք կրկին Հայաստանում եք, երբ որ դուք գրանցեցիք Վիլսոնյան Հայաստան կազմակերպությունը, ճիշտ եմ հիշում։ Ճիշտ եք հիշում։ Այն ժամանակ գրանցված էր, բայց դեռ չենք ստացել։ Ես աշխատեցի շատ տասոր ակտիվ, որպեսզի արագ գրանցում ստանանք։ Ի զարմանս ինձ բոլոր օրգանները իմանալով թե ինչ ենք անում, իրենք շատ օժանդակեցին, մարդիկ որ ասում են Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է, մարդիկ չեն հասկանում, թմրացված վիճակում են, զոմբիացված վիճակում են, ապացուցվեց այդ ընթացքում, որ հասկանալով թե ինչ եմ ուզում ես, ինչ ենք ուզում մենք, իրենք նույնպես լծվեցին այդ աշխատանքին եւ դա շատ ուրախալի էր։ Ես տեղափոխվեցի մեկ շաբաթ հետո գրանցման վկայականը եւ տվեցին եւ կանոնադրությունը հաստատվեց, նույնիսկ օգնեցին աշխատողները պատասխանատու, որ ճիշտ կանոնադրություն գրվի, որպեսզի չձգձգվի գրանցումը եւ մենք կարողացանք կարճ ժամանակում 2025 թվականով գրանցել այդ կազմակերպությունը, որը գործում է արդեն կնիկ ունի, արդեն օֆիս ունի եւ այս անգամ ես եկել եմ, որպեսզի այդ կազմակերպության աշխատանքը, այսպես ասած, ակտիվացնեմ, ինչպես նախորդ կազմակերպության աշխատանքը Ռուսաստանից։ Շատ լավ, դուք 2 ամիս առաջ ասացիք, որ դուք արդեն անցնելով բոլոր 3 ինստանցիաները, Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերը բողոքարկելու առումով նպատակադրվել եք այս դիմումը հասցնել Մարդու իրավունքների միջազգային դատարան, որովհետեւ դուք արդեն սպառել եք ռուսական դատարանները եւ դուք դա արեցիք 2 ամսվա մեջ։ Խնդրում եմ ավելի մանրամասն այս մասին, հա։ Մենք ռուսական դատական սիստեմայի 3 ատյանները չենք անցել, այլ 5 ատյաններն ենք անցել։ Առաջի ատյանի դա շրջանային դատարանն է Մոսկվայի, երկրորդ ատյանի դա քաղաքային դատարանն է, երրորդ ատյանի մարզային դատարանն է, որոնք կոչվում են այլ կերպ ապելյացիոննի, կասացիոննի, վճռաբեկ եւ վերաքննիչ, որից հետո անցել են 4-րդ ատյանը գերագույն դատարանը, որից հետո սահմանադրական դատարանը, որից հետո սահմանադրականի եւ գերագույն դատարանի պարզաբանումը եւ պարզ հղումը, որ դուք բոլոր սպառել եք այս հարցի վերաբերյալ բոլոր ատյանների որոշումները եւ ձեր կարող եք դիմել ՄԱԿ-ի դատարան։ Դա մենք այո, դա մենք արել ենք վերջի 2 ատյանը 25 թվականին ենք արել, գերագույնը եւ սահմանադրականը մենք անցել ենք 25 թվականին, իսկ նախորդ 3 տարիների ընթացքում նույնիսկ 3.5 մենք անցել ենք առաջի էտապ, առաջի 3 ատյանները, որպեսզի իրավունք ունենանք ըստ էության քննարկելու եւ վճռաբեկ դատարանը
տարիուկես հետո հանձնարարեց, որպեսզի ըստ էության քննարկվի, եւ 2 տարվա ընթացքում անցանք արդեն ըստ էության նույն 3 ատյանները գումարած գերագույն եւ սահմանադրականը արդեն մոտ մի 3 ամիս ուսումնասիրեցինք այն կարգը, որ պիտի դիմենք ՄԱԿ-ի դատարան եւ դատարանի կառուցվածքը ուսումնասիրեցինք, կանոնադրությունը խորհրդակցեցինք տարբեր իրավաբանների հետ, որոնք աշխատում են, փաստաբանների, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, որոշեցինք, որ 2 տարբերակով դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարանին, քանի որ սկսել էինք ռուսական դատական սիստեմի ստանդարտներով, որոշեցինք չխախտել այդ տրադիցիան, 1 տարբերակ իրավաբանների մի խումբ աշխատեց այդ տարբերակով, հայցադիմում մտա նույն մարդու իրավունքների Ժնևի դատարան, քանի որ Ժնևում է գտնվում ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարը, այդ մարդու իրավունքների կոմիտեի գլխավոր կոմիսարը, գերագույն կոմիսար է կոչվում, թե գլխավոր գրասենյակը, գլխավոր օֆիսը այնտեղ է գտնվում, ռուսական տարբերակը որոշեցինք այդտեղ տալ եւ ուսումնասիրելով կարգը եւ կանոնադրությունը արդեն կոմիտեի պարզվեց, որ նա այլ սկզբունք ունի մոտենալու, 1 ուրիշ խումբ իրավաբանների արդեն անգլերեն լեզվով կազմեց 2-րդ տարբերակը, 2-ն էլ օֆիցիալ, պաշտոնապես արդեն ուղարկված են, սպասում ենք, որպեսզի ստանանք պատասխան, ընդունված է կամ չի ընդունված, ինչ որ թերություններ կա, ուղումներ պիտի արվի, այսինքն աշխատանքը սկսված է եւ արդեն 2-րդ բարձրագույն էտապում է կամ վերջնական էտապում է։ Շատ լավ, ինձ գիտեք, այս ամբողջ ընթացքում ինչն է զարմացրել եւ այդ հարցի պատասխանը այդպես էլ ես չգտա։ Տեսեք, դուք Մոսկվայի հայ համայնքի ղեկավարը չեք, դուք նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարը չեք, ասենք անցյալով խոսենք, հա, դուք Կեմերովո, քչերին շատ հայտնի, այսինքն շատ քչերին հայտնի, երկրամասի, որը հայկական ամենամեծ գաղութը չի, դա հայկական համայնքի ղեկավարն է, բայց այնուամենայնիվ ձեր վրա եք վերցրել նման մեծ գործ, մեծ պատասխանատվություն եւ դատական ատյաններում փորձել եք վիճարկել հայ ժողովրդի համար էքզիստենցիալ ամենակարևոր 2 փաստաթղթերի, դա Ղարսի Մոսկվայի պայմանագրերն են, մեկ էլ Վուդրո Վիցենյանի իրավարար վճիռը։ Դուք ձեր վրա վերցեցիք այդ ամբողջ բեռը եւ իրականացրեցիք եւ հասակ ՄԱԿ։ Ինձ գիտեք ինչն է զարմացնում, որ միջև հիմա ոչ թեկուզ Ռուսաստանի հայկական համայնքը, թեկուզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենախոշոր մեր կուսակցությունները, հայ դատի գրասենյակը, որը կարծես թե դրա համար էր ինքը կոչված եւ դրա համար տարեկան միլիոնավոր դոլարներ են հատկացվել, գոնե ես դա գիտեմ։ Երբևէ որևէ դատական ինստանցիայում մենք այդպես էլ ոչ մի գործ չտեսանք։ Այս ֆենոմենը առանց ավելորդ համոզության ո՞նց կբացատրեք դուք։ Այդ հարցը եթե տայիք մի 3-4 տարի առաջ, ես էլ կզարմանայի ձերպես, բայց հիմա ոչինչ չկա զարմանալու։ Ինչ հասկացաք ես 3-4 տարվա ընթացքում։ Շատ բան։ Ասեմ, հիմա չգիտեմ երևա թե չի երևա։ Այդ տեսեք, Կեմերովոյից ինձ հետ բերել եմ մոտ 20 հատ գիրք։ Այդ գրքերում եւ հավաքել եմ բոլոր այս վերջի 5 տարիների նյութեր տարբեր տեղերից, արխիվներից, ընկերներից, կազմակերպություններից, գրքերի,
քաղվածքներ, տարբեր մարդկանց ասացվածքներ եւ հավաքել եմ արդեն մոտ այսպիսի շատ հաստ, շատ մեծ մոտ 20 այսպիսի գիրք ուղղակի փաստաթղթերի հավաքածու։ Ինչի մասին։ Ուղղակի ամենամեծ արժեքը այս անգամ Երևան գալուց նա է, որ այդ ամբողջ կարելի ասել գանձը այս թեմայի վերաբերյալ ես տեղափոխել եմ Հայաստան, որը եւս մեկ անգամ ապացուցում է լինելու Ռուսաստանում, թե Հայաստանը ոչ մի նշանակություն չունի, կարևորը որ աղբյուրները եւ ապացույցները արդեն Երևանում են գտնվում, ոչ ոք չի խանգարելու այստեղից աշխատելու եւ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը հիմնականում բացված է, որպեսզի արդեն նույն հայցադիմումները գնա Հայաստանից, որպեսզի մեկ քայլ առաջ մտածելով, հասկանալով, որ եթե նույնիսկ բարձրագույն этаպում քննարկելու ժամանակ եւ դատարանում եւ հաստատման ժամանակ անվտանգության խորհրդում եթե ուզենան վնասել կասեն իսկ ինչպիսին է կարծիքը ՄԱԿ-ի անդամ պետության Հայաստանի կառավարության կարծիքը Հայաստանի կարծիքը եթե ուզենան վնասեն այդ հարցը կառաջանա կամ հայ ժողովրդի կարծիքը նույնիսկ այս մեր կազմակերպությունից նույն հայցադիմումով գնացածը կփոխի իրավիճակը որպես ժողովրդի կարծիք մի ճշտող հարց արդեն ձեր նոր կազմակերպության անունից եւս գնացել է հայց դեռ չի գնացել նոր առաջի աշխատանքներն է սկսվում առաջինը դիմել ենք բոլորին ովքեր ուզում են միանան այդ գաղափարախոսությունով զբաղվեն մենք պատրաստ ենք տրամադրել ամեն ինչ ովքեր ուզում են միանան թող միանան որպեսզի ավելի հզոր լինի եւ եթե հանկարծ կարծիք հարցնեն շատ կազմակերպություններ որ կմիանան կստացվի դա ամբողջ ժողովրդի կարծիքն է եթե շատ սփյուռքի կազմակերպություններ միանան կստացվի ամբողջ հայ ժողովրդի սփյուռքը միասին կարծիքն է հիմա տեսեք ես ընդառաջ եկա իմ մարմնի շարժումը հաստատեցային որ ես եկել եմ միանալու ձեզ հա պատկերացրեք ես իմ ամբողջ աջակցությունն եմ հայտնում ես վստահ եմ որ մեծ դիտողներից անպայման, եթե ոչ 100%-ը, որ այդ ճշտող մեծամասնությունը ասելու է ես էլ եմ աջակցություն հայտնում։ Եթե ճիշտ եմ ձեր անունից ասում, խնդրում եմ գրեք, որ այո համաձայն եք։ Իսկ կազմակերպությունները, որոնք կան բացի անհատները, ինչպես կարող են իրենց աջակցությունը միանալը հայտնել, դրսևորել, ոնց կարող են դա իրականացնել։ Ճիշտ հարց է։ Նույն հայցադիմումը, որը արված է ռուսերեն եւ անգլերեն լեզվով, արդեն ուղարկված է, թարգմանելու ենք հայերեն։ Եթե այս երկու հայցադիմումների տակ միայն իմ ստորագրությունն է, հայկական տարբերակի տակ կարող են լինել բոլոր այդ կազմակերպությունների ղեկավարների ստորագրությունները։ Հետաքրքիր հարց, կներեք, որ իմ հարցը համարեցի հետաքրքիր, համեստությամբ առանձնապես չեմ փայլում ոնց որ։ Իսկ եթե, ասեք, մի կազմակերպություն ուզում է իր անունից նույն հայցադիմումը ուղարկի, դրան ո՞նց կվերաբերեք։ Ասեք, պատկերացեք, Հայդատն է, ասում է, պարոն Միրզախանյան, փոխանակ ես իմ անունը դնեմ դրա տակ, տվեք այդ պատրաստի кейսը, ես մեր անունից դա ուղարկեմ։ Ինչ է կարծում, սա ավելի ուժեղ, թե ավելի թույլ քայլ կլինի։ Ոչ մի խնդիր մենք չենք տեսնում։ Եթե կարող են ավելի գրագետ կազմել մեզանից, ու հետո համառության պաշտպանել տեսակետը, ահա։ մենք երկու ձեռքով ենք համաձայն, բայց ունենալով կյանքի փորձ պետք է սպասել, որ շատերը կարող են վերցնել այդ ամեն ինչը, շատ արագ կազմակերպել, հակառակ որոշում ստանալ եւ խորտակել ամբողջ աշխատանքը։ Հասկանալի է։ Դե
համարեք իմ ստորագրությունը տակա, ինձ ասեք այդ ստորագրությունը ոնց դնեմ, դու կարող եք իմ կողմից ստորագրել, կգտնենք տարբերակ, ես վստահ եմ մեր հասարակության մեջ կան մարդիկ adekvat, որոնք իրենք էլ անպայման ձեզ կդիմեն իրենց ստորագրությունները տակ ունենալու համար, երևելի մարդիկ են։ Վստահ եղեք դա կլինի։ Իսկ ինչու միջև այսօր դա չի արվել։ Մենք այդ հարցի մասին չխոսեցինք։ Մոսկվայի հայհամայնքը, Վաշինգտոնի հայհամայնքը, Լոս Անջելեսի հայհամայնքը, չգիտեմ, Կուալա Լումպուրի հայհամայնքը, ինչի ասենք այլ խոշոր եւ ավելի դրա համար հնարավորությունները մեծ այդ համայնքները չեն իրականացել, ինչ որ դուք եք արել։ Շատ իմաստալից հարց է։ Կառավարության մասին չեմ խոսում, մենք բոլորս հասկանում ենք, որ դա չի լինի, բայց գոնե համայնքները կարող են։ Նախորդ զրույցի ժամանակ ասեցի, որ ինձ կյանքում մեծ բախտ է վիճակվել ծանոթ լինել մեր մեծ հայի Ջոն Կիրակոսյանի հետ եւ մտերիմ հարաբերություններ ունենում։ Ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթ լինել Յուրի Բարսեղովի հետ։ Ջոն Կիրակոսյանը որպես դիվանագետ, պատմագետ փաստերով է ապացուցել Կարսի Մոսկվայի պայմանագրերի առոչնչությունը, կեղծ լինելը եւ Վիլսոնի եւ Տևրի պայմանագրերի իրավական ուժ փաստերով ապացուցել, որ գործողության մեջ կան։ Իսկ Յուրի Բարսեղովը իրեն ամբողջ կյանքը նվիրեց վերջի տարիները, հատկապես երբ որ 2000 թվականից ինքը արդեն նույն Ռուսաստանի հայերի միության փոխպրեզիդենտն էր, ամբողջ կյանքը նվիրեց, որպեսզի իրավաբանորեն օրենքի ճանապարհով դա ապացուցեր, որ այդ պայմանագրերը արդեն գոյություն չունեն, իրավաբանորեն ուղղակի պետք է ստանալ մեկ օրգանի կազմակերպության заключение։ Կարծիք եզրակացություն եւ ավելի լավ կլիներ, որ դատական ատյանի վճիռ, որ այդ երկու պայմանագրերը Մոսկվայի Կարսի առոչինչ են, Սևրի պայմանագիրը եւ Վիլսոնի իրավարար վճիռը այսօր օրենքի ուժ ունեն եւ պետք է դնել գործողության մեջ։ Իսկ գործողության մեջ դնելու համար պետք է ընդունված է։ Դու կարող ես ունենալ հզոր դատական որոշում, նույնիսկ ենթադրենք օրինակ տնտեսական բնագավառում, որ դու քո ընդդիմախոսից, որի հետ դատական ատյանում վիճում եք, քո ընդդիմախոսը քեզ պարտք է մի քանի միլիարդ դոլար, բայց եթե դու հետո չես դիմում, որ դատական պրիստավներին կամ այն մարդիկ, որոնք կոչված են այդ դատական որոշումը իրականացնելու, եթե դու չես դիմում, այդ հարցը երկար ժամանակ մնում է անորոշով։ Այսօր կարելի ասել մենք դատական որոշումով, մեր դատական որոշումը, այսպես ասած, Հայաստան պետության կադաստրի թղթի, վկայականի, դա մեր որոշումը Սևրի պայմանագիրն է, իսկ սահմանները գծելը դա Վիլսոնի իրավարար վճիռն է եւ համաձայն այդ Վիլսոնի իրավարար վճիռի արդեն ես վճիռի միջից մեկ էջ եմ կարդում հիմա, որ այսօր այդ Վիլսոն մեր այսպես ասած ճակերտավոր Հայաստան պետության կադաստրի վկայականի տարածքը 214,000 քառակուսի կիլոմետր է։ 214, 7-ից ավելի անգամ, քան այսօրվա
Հայաստանը։ Ես ինչքան հիշում եմ, 66,000 քառակուսի կիլոմետր պետք է։ Դա Արևմտյան Հայաստանն է, բայց Վիլսոնի որոշումը երկու Հայաստանների համար է, որովհետև Սևրի պայմանագրի քննարկման ժամանակ մասնակցել են երկու խումբ, արդեն մենք այդ մասին խոսել ենք, մեկը Արևելյան Հայաստանի մասին դաշնակցական կառավարությունը, երկրորդը ամբողջ արևմտահայության անունից Պողոս Նոբար Փաշայի եւ դրա համար որոշումը Միացյալ Հայաստանի մասին է, 162 Արևմտյան Հայաստանն է, 75-ը եթե չեմ սխալվում Արևելյան Հայաստանն է, որի մեջ մտնում է եւ Նախիջևանը, եւ Արարատ սարը, եւ Կարսը, եւ Լեռնային եւ դաշտային Ղարաբաղները։ Վստահ եմ դուք Գարաժ ֆիլմը տեսել եք Ռիազանովի։ Այո։ Վերջում ֆիլմի վերջում որ ամուսինը գալիս ասում է Լիդուսիկ, пока вы тут заседали, нашу машину украли։ Հիմա նման իրավիճակում ենք, հա, միջև այս երկու ամսվա մեջ մենք դիմում էինք ՄԱԿ-ի միջազգային մարդու իրավունքների դատարան, այս ընթացքում Ադրբեջանը կաց ունեցավ Կարսի պայմանագրի, Մոսկվայի պայմանագրի վրա եւ ասում Նախիջևանը հայտարարեց Ադրբեջանի մաս, որը նրան էր տրվել ինքնավարության սկզբունքով։ Ինչ է կարծում այս process-ում այս Ադրբեջանի դեմարշը, որը ինքն արդեն միակողմանի չեղարկել է եւ Մոսկվային եւ Թուրքիային, այս process-ում դա էական նշանակություն ունի ընդհանրապես։ Սա մասին մտածել եք։ Մեր գործի նկատմամբ։ Այո, քեշի նկատմամբ, չէ՞ որ Նախիջևանը տրվել էր Ադրբեջանին ինքնավարության կարգավիճակով հիմնվելով այդ պայմանագրի վրա։ Երկու պայմանագրերի վրա։ Հա, երկու պայմանագրերի վրա։ Հիմա Ադրբեջանը միակողմանի ցկած ունի այդ պայմանագրի վրա։ Ասում եմ, սա իմ տարածքն է։ Հա, ոնց է բանը Իսրայելը ոնց է հայտարարում Պաղեստինի ԵՄՈՍ։ Մտում է դատարկում է, չնայած ՄԱԿ ունի որոշ Պաղեստին Իսրայելն ասում է, սա իմն է, ցկած ունեմ քո որոշման վրա։ Հիմա իրանք իհարկե ճանաչում են գենոցիդալ քաղաքականությունը, օրինական չեն ճանաչում, բայց դրանից ավելի գործը չի գնում առաջ։ Հիմա այստեղ մեր պարագայում երկու պայմանագրերով որոշվեց Արցախը եւ Նախիջևանը տրամադրել Ադրբեջանի որպես ինքնավար մարզ։ Ադրբեջանը սահմանադրությամբ դա ասես թքած ունեմ ձեր վրա, սա իմ տարածքն է։ Իսկ մենք դիմում ենք մի բանի համար, որ Ադրբեջանը արդեն հայտարարել է, որ դա գոյություն չունի։ Միակողմանի արդեն հայտարարել է, որ դա գոյություն չունի։ Սա ինչ որ բան կփոխես ընթացքում։ Այս գործի մեջ։ Որ կալամբուր է ստացվում, էլի։ Դուք դիմում եք մի բան չեղարկելու համար, որը Ադրբեջանը միակողմանի չեղարկել է, որն էլ իր հերթին անօրինական է, երբեք դա օրինական պայմանագրի չի եղել։ Ինչ մոտավորապես ինչ եք սպասում, ինչ հետևություններ, եզրակացություններ, հայտարարություններ կարող լինի։ Ասեմ, քանի որ մենք ամեն քայլը անում ենք հաշվի առնելով օրենքը եւ ոչ թե այն տարբերակը, որ աշխարհում կան դեսպոտներ, հա բռնապետներ, հա, որոնք համարում են, որ ուժի օրենքը, ուժի բռնության արժեքը ավելի մեծ, հա, ուժ է, քան օրենքի ուժը։ Մենք հակառակ կարծիքին ենք, նման դեպքերը, նման մոտեցումները, որ ուժեղն է մեղավոր, ուժի գործադրումն է արժեք, նրանց որոշումն է, ով ուժեղ է նա է օրենքը որոշում, դա ժամանակավորապես է աշխատում է մինչև այն պահը, երբ որ ում նկատմամբ ուժ են կիրառում, նա չի իմբոստանում
եւ չի դիմում համապատասխան ատյաններին, որ ես դուժած կողմ եմ, խնդրում եմ որոշում կայացնել։ Ալիևին հաջողվել է այդքան անել, որովհետև դուժած կողմը լեզուն կտրել է կամ ինչ որտեղ է մցրել, իսկ լեզուն մեր ժողովրդի կամ հավաքական ուժն է, որը պիտի վեր կենա ասի, որ այս ինչ է արվում, կամ էլ օրենքով ընտրված իշխանության բերանն է։ Եվ այդ բերանի փակ լինելու պատճառով ժամանակավորապես այդ երևույթը աշխատում է, իբր թե ուժն է որոշում ամեն ինչ։ Բայց վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ, երբ որ եւ պետության անունից, եւ ժողովրդի անունից, ինչպես այն ժամանակ Նուբար Փաշան ժողովրդի անունից, եւ դաշնակները ստիպված տեսնելով որ Նուբար Փաշան արդեն հասնում է հաջողության, իրենք գնացին, ասելով գնանք ու օգնենք, բայց հետո պարզվեց, որ իրենք եկան, որպեսզի չթողնեն հասնի այն նպատակին, բայց միևնույն է չկարողացան ամբողջովին հարցը խափանել։ Վիլսոնը, որպես մեծագույն մարդասեր, հայասեր եւ ազնվագույն մարդ, գոնե իրեն վճիռը հասցրեց որոշման, դրական որոշման։ Ես ամենայն դեպս, քանի որ այս հարցով հետաքրքրվել եմ դեռ 12-13 թվականներից, առաջի անգամ այս մասին լսելով մի դասախոսության ժամանակ, որը հրավիրել էր Արա Պապյանը, ես միշտ լսել եմ նաև այն մասին, որ այս հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող է դիմել բացառապես պետությունը, ոչ թե անհատական կազմակերպությունները։ Դուք այսօր կազմակերպության անունից եք դիմել, որքանով է սա իրավական առումով ճիշտ։ Ես խնդրում եմ նորից հարցը։ Ես ասում 12 թվականից այս հարցը ես լսել եմ այս խնդրի մասին դասախոսության ժամանակ, երբ որ դա հրավիրված էր Արա Պապյանի կողմից, այսինքն ինքն է զեկուցողը, ինքն է պատմում այս պայմանագրի մասին։ Եվ դրանից հետո առ այսօր լսել ենք, որ իր կողմից մասնավորապես, որ այս կարգի հարցը դիմում են, իրավունք ունեն պետությունները դիմեն, հա, սա պետական մակարդակի իրավասության հարցը, անհատի հարց չի, կազմակերպության հարց չի, որ ինքը դա բարձրացնի։ Հիմա դուք ով կազմակերպություն եք սա բարձրացել, ինչքանով է սա իրավական առումով օրինական։ Ճիշտ հարց եք տալիս, շատերն են այդպես մտածում, ես ասեմ նույն Արա Պապյանը նույնպես հասկանում եք, որպեսզի ինչպես խնդիրը դու ուզում ես լուծես ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այլն, սկզբից ուսումնասիրում ես ինչ տվյալներ կա, ինչը չկա, եւ հետո ինչ մեթոդներով պետք է լուծվի, եւ ինչպես պիտի ստանաս ճիշտ արդյունքը։ Այստեղ էլ երբ որ պատմաբանները խնդրի մասին խոսում են, նրանք վերցնում են փաստեր։ Կա Վիլսոնի իրավարար վճիռ, կա Սևրի պայմանագիր, կան տարբեր մարդկանց ելույթներ, հոդվածներ եւ այլն։ Եվ համարում են մեծ աշխատանք այն, ինչ որ իրենք ասեցին, կարդացին, ինչ որ ինֆորմացիա ստացան եւ փոխանցեցին։ Եվ առաջարկում են, որ պետք է գնալ ենթադրենք ՄԱԿ-ի դատարան, կամ պետք է դիմել ինչ որ մի պետության, որ մեր հարցը լուծվի։ Երկրորդ մասը, որ առաջինը, որ մենք իրավունք ունենք, որ ունենալ մեծ Հայաստան 214,000 քառակուսի կիլոմետր, բոլորը փաստերով ասում են, բայց ինչպես հասնել դրա իրագործմանը, արդեն դա պատմաբանի հարց չէ եւ չէր կարող նա հասկանալ, դա փիլիսոփայի հարց չէ, դա դիվանագետի հարց չէ, դա զուտ իրավաբանի հարց է։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից,
որովհետև քանի որ ես մեդիա տարածքում ակտիվ եմ մեղմ ասած, հա, ես այս հարցը ստացել եմ առնվազն 5 տարի պատերազմից հետո, գտե ամեն օր, որ ինչու մենք չենք դիմում միջազգային դատարան, որպեսզի հարցը լուծվի։ Ես հղում անելով Արապապյանի ընդուններին, որ սա պետությունը պետք է անի, մենք դա կանենք այն ժամանակ, որ մենք պետականություն ունենք։ Ես հղում արել եմ, ես հետևորդներին անհանգստացած մարդկանց այդպես եմ պատասխանել, ասում ես էլի բաժին մեղք ունեմ սրա, ես ասել եմ մարդկանց ապակողնորոշել եմ։ Այո, սա երաժիշտի բան չի, բայց ես էլ հղում եմ պարեմ աստղգետի վրա։ Որի համար հարգելի հետևորդներ, ես էլ իմ մասով ներողություն եմ խնդրում։ Բայց դուք կարծում եք հիմա իրավական խնդիր չկա, որ դուք եք դիմել։ Ոչ մի խնդիր չկա։ Որպեսզի տեսնենք խնդիր կա թե չկա, պիտի իմանանք ում ենք դիմելու։ Դիմելու ձև ինչպիսին է։ Ես ինչու համար ասեցի, մենք երկու տարբերակ ենք ներկայացնում, նույն տեքստը երկու ձևով։ Մեկը համապատասխան ռուսական օրենսդրությանը, մեկը համապատասխան ՄԱԿ-ի ներքին շրջանառության օրենքներին։ Նրանք շատ տարբերություն ունեն։ Ես այս հարցը դեկտեմբերին էի ուզում տայի, բայց ասի հիմա չտամ, որպեսզի այն մարդկանց, որոնք ոգևորված են, չմտածեն, որ ես հիմա փորձում եմ կոտրեմ ոգևորվածությունը եւ նրանք չգնան դեպի միջազգային դատարան։ Մայքի մտածեցի, կարող է ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում, հա։ Ես այս հարցը կարող էի դեկտեմբերին տայի, բայց լռեցի։ Ասի թող տեսնենք ոնց է գնում process-ը, հետո տեսնենք, կարող է եւ ես սխալ եմ, կարող այդ process-ը իրոք գնալու է առաջ։ Ես քանի որ հիմա արդեն դիմում ընդեղ, այս դրա համար եմ արդեն հանգիստ այս մասին խոսում, որովհետև ես իմ մասով վստահեցել եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են եղել, մենք էլ Facebook-յան էջ ունենք 7000 մասնակցով, մենք Facebook-յան էջ ունենք, որ կոչվում է Հայաստանը մենք ենք, ու դա բացվել է, սկսել է աշխատել պատերազմից հետո, երբ որ մենք ընկած տարբերակներ էինք ման գալիս, փնտրում փրկելու Հայաստանը, Արցախը եւ այլն։ Եվ փրկելու տարբերակ հենց այդ հղում ենք անում Լիսոնյան Հայաստանի։ Այս փաստի, հա։ Եվ այն որ մենք ինչու չենք անում, ինչու ենք սպասում պետության բոցարանին, մենք հիմնավորում ենք գոնե ես տենց է պատասխանել, դեռ ես էլ դա լսել եմ Կարապետյանից։ Այս մասով դուք իրենց զրուցել եք։ Ինչպես Այս մասով, այս մասին, հա, դիմումի մասին, որ դուք արդեն դիմել եք, կամ ընթացքի մասին, դուք խոսել եք Կարապետյանի հետ, որովհետև ինքն էլ երկար ժամանակ գալու զբաղվել է։ Այո, մենք խոսել ենք իր հետ, ես գիտեմ իրեն կարծիքը, նա Արապատյան հոյակապ դիվանագետ է, հոյակապ վերլուծաբան է, անալիզ շատ լավ անում է, բայց Արապատյանը իրավաբան չէ։ Հասկանալի է։ Եվ դա թերություն չէ, նա իր բնակավարում հոյակապ եւ մասնավորություն է եւ աշխատող եւ մասնագետ, բայց որպիսի ասել ով կարող է, ով չի կարող, պետք է լինել իրավաբան, փաստաբան եւ կարդալ, ճիշտ կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ բոլոր ներքին դոկումենտաբարոտ, հա, շրջանառության թղթերը։ Այո, հա։ Պարզավոր նա ծանոթ չէ դրան, կարող է իրեն կարծիքը հայտնել, բայց ոչ թե ընդունված կարգը։ Ընդունված կարգը գիտի միայն ՄԱԿ-ի ներսում աշխատողը եւ փաստաբանը, որը ուսումնասիրում է ինչպես դիմի եւ դիմել է գոնե 1-2 անգամ։ Շատ բան, դե փառք Աստծո, որ հնարավորությունը կա եւ դուք էլ այդ ճանապարհին եք, կարևորը դա է։ Հիմա ձեր ՄԱԿ հայտնվելուց հետո, ձեր դիմումը ՄԱԿ-ում հայտնվելուց հետո ձեզ հրավիրում են immigration ծառայությունները, immigration եւ ասում են այսօր դուք Ռուսաստանի քաղաքացի չեք։ Դուք տեսնում եք այստեղ պատճառի հետևանքային կապ եւ ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ։ Ես վստահ եմ, որ դուք արդեն հասել եք դրա մասին մտածել։
Այո, պատկերացրեք, ինձ այդ մասին հայտարարում են բարձրաստիճան ղեկավարները եւ համապատասխան ղեկավարները, որոնք ընդունված է, որ պիտի հայտարարեն, իրենք խոսում են եւ իրենք այսպես տարակուսանքի մեջ կամ վախվախելով են հայտարարում։ Իսկ ես հրճվանքի մեջ ինձնից հրճվանք եւ հանգստություն, լարվածություն է թափում, իրենք ես եմ հանգստացնում, ոչինչ, ասեք, խոսեք։ Успокойтесь, доложите все как надо. Ну, դա հաշվի առնելով, որտեվ այդ նույն աշանի մարդիկ ժամանակին ինձ այդպես հաշվետվություն են տվել, զեկուցել են ինձ, ես էլ զեկուցել եմ վերադասին։ Իրանք հաշվի առնելով դա, ես էլ դա նշանակում է եւս երևի հարց կտակ թե չեք տա, որտեղից է այդ քամին, որտեղից է խփում, հա, եւ ովքեր են հեղինակները։ Որովհետեւ ես երեք արդեն ասել եմ իմ մասով իմ եզրակացությունները, միջև ձեր հետ խոսել ես ասեցի, եթե սա լիներ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը, իրանք 5 տարի հնարավորություն ունեն ձեզ կանգնեցնել։ Շատ ճիշտ է։ Որովհետեւ ձեր դիմումը ես գիտեմ, ասել է Լավրովին, ասել է Պուտինին, Պուտինը մակագրել է Լավրովին, Լավրովը փորձել է ինչ-որ պատասխան ասել եւ իր օգնականներն են ասում, ձեզ ասել կներեք, մենք ասելիք չունենք այս առումով, ինչ ասենք մի բանի մասին, որ ինքը ոտքից գլուխ անօրինական է։ Ասելով ձեզ որ գնացեք մակ, հա? Այսինքն ձեզ բազմատիվ անգամներ հնարավորություն ունեն իրենք ուղղակի առաջի ատյանում կանգնեցնելու։ Բայց չեն արել։ Ըստ ձեզ սա ես կապում եմ սա Ադրբեջան-Թուրքիա ճնշումների եւ պայմանավորվածությունների հետ, բայց սա իմ կարծիքն է, կուզենայի լսել ձերը։ Բացառված չի, որ այդպես լինի, որովհետև այսինքն էլի տարբերակ կա։ Ինչպես։ Այսինքն էլի տարբերակ կա։ Դա ամենահավանական տարբերակը մեր կարծիքով, իմ կարծիքով հետևյալն է։ Եվ հիմնված է դե ամեն մի երևույթ այսպիսի որ լինում է, դե փողոցում են խոսում տարբեր կազմակերպություններում եւ հատկապես հայկական շրջանակներում սովորություն ունենք մեր եզրակացությունները ասելու եւ այս մեկը ասեց, այս մեկից լսեցի նման խոսակցություններին եւ զանգերեն ինձ եղել եւ տարբեր կազմակերպություններից այդ բոլոր շլուխներ, հա, խոսակցությունները իմի բերելով հետևյալն է, որ ամենա այսպես հավաստի տարբերակը սա դուրս է եկել դա պատվերված գործողություն է, որը խնդրել են, վճարել են սարսափելի մեծ գումար հայ ազգանունով ընկերներ, այո, Մոսկվայից։ Նույնիսկ Թուրքիա ադրբեջանցի չէ, հայ ազգանուն։ Տարբեր մարդիկ ասում են, որ իբր թե ձեր ասած հարավից բեղավոր մարդկանցից ստացելու հա, որտեղ նրանց այդքան փող չէին ունենա, որպեսզի տային։ Բայց դա խոսակցություն է, որ կարող է լոգիկայի մեջ տեղավորվել։ Հիմա դուք դատական կարգով որոշել եք վերականգնել քաղաքացիությունը, ճիշտ եմ հասկացել։ Դե մենք հաշվի առնելով, որ դատական ամբողջ այս process-ը անցել ենք միայն օրենքի սահմանում, օրենքը ասում է, եթե ինչ-որ մի բանով ущемили ваши права, հա, իմ իրավունքները խախտել են, հա, դե ես պարտավոր եմ գնալ օրենքի ճանապարհով։
Դե հույսով ենք օրեկի Հակառակ մյուս քայլը դա ես պարտավոր եմ դիմել, որ հետո չասեն, որ չեք դիմել։ ինքը չդիմեց, ուրեմն է մեղավոր էր։ Ինչ եմ ուզում հարցնել, մինչև այս ընթացքում ձեզ կվերականգնեն կամ կհաստատեն, որ դուք բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պիտի լինեք, չգիտեմ, ոնց կավարտվի դատը, ինձ հետաքրքրում է այս process-ի մեջ ձեր կարգավիճակը, քաղաքացիությունը, Ռուսաստանի քաղաքացի եք թե ոչ, որքանով է գործի համար ինքը էական։ Վնասակար ոչնչով։ Վնասակարության առումով ոչնչով։ Միգուցե օգտակարության առումով օգտակար սա ավելի օգտակար կլինի, որպեսզի արագ, եռանդուն եւ ավելի համախմբված եւ զբաղվել այս աշխատանքով, միայն այս աշխատանքով, որը ժամանակ այլ աշխատանքները գցել երկրորդ պլան։ Շատ լավ, օրինակ եթե ես քաղաքական լրագրող լինեի, որոշ մարդիկ մտածում են ես լրագրող եմ, բայց ես լրագրող չեմ, հա։ Եթե ես լրագրող լինեի, դեպքը կվերցնեի եւ կասեի միանգամից sense մեծ ստարերով, որ Մոսկվայի պայմանագիրը վիճարկելու համար քաղաքական ռեպրեսիայի ենթարկվեց Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնով Միրզախանյանը, հա, sense միացած մեծ տարերով հոդված կգնար եւ այդ ժամանակ իշխանությունները պետք է մի հատ նային, արդյոք իրենք ուզում էին, որ սա վերագրվել որպես քաղաքական ռեպրեսիա ձեր իրավական գործունեության համար։ Ես հուսով եմ այդ վերնագրերը դեռ չկան, բայց կարող են չէ լինել։ Հիմա ես կարող եմ չէ ես հաղորդման վերնագիրը դնել։ Գեորգի Միրզախանյան Անտոնովը քաղաքական ռեպրեսիայի ենթարկվեց Ռուսաստանում հայերի իրավական շահերը պաշտպանելու համար։ Կարող եմ չէ, բայց իհարկե չեմ անի։ Բայց չի նշանակում, որ ասենք ուրիշը չի կարող անել։ Որքանով դա պետք Ռուսաստանին է։ Եվ գործին դա որքանով։ Ես վստահ եմ, որ գործին դա կօգնի, որովհետև միանգամից հետաքրքրությունը կմեծանա, թե ձեզ ինչի համար են հալածում Ռուսաստանում, տեսեք ինչ գործ եք դուք բարձրացրել, ինչ հասեք բարձրացրել, որի համար ձեզ հալածում են Ռուսաստանում։ Մանիպուլյացիայի լավ թեմա է ասա։ Հա, դե ճիշտ եք ասում, բազմակի անգամ մենք կրկնել ենք, որ մեր աշխատանքը քաղաքական չէ։ Քաղաքական որևէ ատենակ, հա, ինչ որ երանգներ չունի։ Կարող է, բացատրեմ, կարող է մեր այս աշխատանքը զուտ իրավաբանական աշխատանքը գա մի հասնի մի աշխանի, մի արդյունքի, որը բերի շատ մեծ քաղաքական հետևանքների, հետևությունների, կարող է։ Դուք 100 ամյա կոնսենսուսն եք դնում անօրինական դաշտի վրա եւ ամենքով կներեք հայտարարում եք, որ նույնությունը քաղաքական չի, ասած իհարկե կարելի է ասել, շատ լավ մանիպուլյացիա է, ես սիրում եմ այս խաղը, ես քաղաքական ոչինչ չեմ արել, ես իրավական եմ գնում, բայց սա 100 տարվա դուք տարածաշրջանի քաղաքական կոնսենսուսն եք դնում կասկածի տակ, համարելով անօրինական, ոնց կարող դա լինել ոչ քաղաքական, բացում պարոն Միրզախանյան։ Չէ, այդ որ 100 տարի այդ հարցը ունենալով դատական որոշում, այսպես պրիմիտիվ ձևով ասեմ, որ միստր Սմիթը միստր Պետրին $1 միլիարդ է պարտք։ Միստր Սմիթը չի տվել Պետրին, որտեղ Պետրը չի պահանջել։ Էդ էլ լավ դեմագոգիա է։ Պետրը 70 տարի իրավունք չի ունեցել պահանջել, որտեղ եղել է սովետական միություն։ 30 տարի, 30-35 տարվա ընթացքում ստացել է իրավունք պահանջելու, բայց էլի չի պահանջել։ Ինձ թվում է հասկացողը կհասկանա ինչի մասին է խոսքը։ Լավ, հիմա ձեր մոտ կա հույս, որ ամեն դեպքում ինչ որ կատարվել է ձեր նկատմամբ, եթե մի աստիճան բարձր գնանք,
դեպի կառավարական հիերարխիա, որտեղ այդ փողից չի հասել, կնայենք ասեն, ինչ է կարել, հետ ողորմը և տված փողներ կմլծվի ջուրը։ Ճիշտ եք, նորից կրկնեմ, այդ ինչ որ կատարված է, դա քաղաքական ոչ մի երանգ չկա դրա մեջ։ Դա զուտ իրավաբանական մոտեցում է։ Եթե գտել են օրենքը կամ իրավապահ մարմինները գտել են ինչ որ մի բան կա, հետ ինչ որ մի բանի հիման վրա պատասխանատու մարդիկ այդ բնակավարի կայացրել են որոշում։ Հիմա հարցը նա է, որ այդ գտնողները ճիշտ են գտել, թե սխալվել են։ Դա էլի օրենքի հարց է, իրավաբանության հարց է։ Հետևանքները կարող են լինել քաղաքական։ Մենք շատ ժամանակ հետևանքը երկրորդական հարցը դնում ենք, այսինքն սայլը դնում ենք ձիուց կամ էշից առաջ։ Այդտեղ այդ դնում ենք այն ժամանակ, երբ որ ուզում ենք ուրճացնել հարցը, մանիպուլյացիայի ենթարկել։ Բայց մենք ուզում ենք մաքուր գնալ այդ ճանապարհը եւ ոչ մի քաղաքականություն չկա։ Եթե ինչ որ բան կա չարաշահություն, ինչ որ մեկի պաշտոնի չարաշահություն, ինչ որ մեկի դրդում կաշառակերություն եւ այլն եւ այլն։ Ես այդ լրիվ համաձայն եմ։ Դա քաղաքականություն չէ, դա Ես էլ ավելացնեմ, Վիլսոնյան Հայաստանի պահանջն էլ ոչ մի քաղաքական բան չկա։ Դա զուտ իրավական հաղթության վրա պահանջը եւ մենք հենց այդ դեպքով էլ գնում ենք դատարան։ Այո, մենք այդ իրավունքը ձեռք ենք բերել 105 տարի առաջ, բայց այդ իրավունքի հետևից մենք չենք գնացել։ Իրավունքը քաղաքական հարց չէ։ Պահանջատիրությունն էլ քաղաքական հարց չէ։ Դա իրավունք է։ Քաղաքականացված է մինչև հիմա չտալը եւ այդ հարցի հետևից չգնալը։ Եվ այդ հարցը քաղաքականացնելը։ Իշա այլ ժողովուրդների պետությունների ի վնաս պահանջատիրոջը։ Հասկանալի է։ Քաղաքականությունը դրա մեջ է, որ շահառուն չի բարձրացրել հարցը, չի օգտվել, այն ոչ շահառունները, ճնշողները, բռնապետները օգտվել են շահարկելով տուժածի հարցը։ Շատ է։ Նման օրինակներ շատ կան։ Քանի որ դուք արդեն հիմա Երևանում եք, չէ՞։ Այո։ Քանի որ հիմա դուք արդեն Երևանում եք, ինչպես գտնել ձեզ, մարդիկ ինչպես գտնեն ձեզ այդ դիմումի տակը իրենց ստորագրությունը դնելու համար։ Դա ֆիզիկական ներկայություն է, դա չգիտեմ, բարոյական ներկայություն է, մարդիկ ոնց մասնակիցը դառնան այդ process-ի Հայաստանից եւ արտասահմանից թեկուզն է։ Հարցը ճիշտ է։ Արդեն այդպիսի զանգեր եղել են։ Բացատրեցի, քանի որ դեկտեմբերին է բացվել կազմակերպությունը եւ գրանցված է հասցեով, իմ սեփական տարածքի հասցեով Երևան Օհանովի 64-54 հասցեում, որը իմ սեփականությունն է։ Հիմա նստած եմ իմ սեփական տանը, որպես ստացել եմ որպես երիտասարդ մասնագետ Հայաստանում առաջինը արտահերց, երբ որ Սովետական միությունը որոշում կայացրեց երիտասարդ մասնագետներին, որպեսզի տեղ հասնեն աշխատեն, բոլոր հանրապետություններում 3 տարի այդ օրենքը աշխատում էր, Հայաստանում չէր աշխատում։ Ես Կենտկոմ, VSSP, Պրոֆսայուզ եւ Սովմին, ես ինքս որ շատ էի գնում կոմանդիրովկա, միաժամանակ այս հարցը բարձրացրել եմ
3 տարի ուշացումով Հայաստանը նույնպես այդ օրենքը մտցրեց ուժի մեջ եւ քանի որ ես հեղինակն էի այդ օրենքը ուժի մեջ մտնելուն ինձ առաջինն են հանրապետությունում տվել այս բնակարանը որտեղ ես նստած Կան ձեզ այդտեղն Օհանովի այդ հարցերով։ ոչ Օհանովի 64-ը չի այստեղ ապրել է իմ հարևանությամբ Լեոնիդ Ազգալյանը, այստեղ է, այս իր ամբողջ օկատը այստեղի ժողովուրդն է եղել, Լեոնիդ Ազգալյանը ինձ այստեղի դեպուտատ է ընտրել։ Պատկերացրեք, ես այստեղ նստած ոչ մի ցանկություն չունենալով եկան հրավիրեցին, ասեցին ուզում եք դուք լինել եւ Երևանում ես այդպես եմ դարել դեպուտատ, էլի ցանկություն չունենալով եւ աշխատելով Շահումյանում այդ տարածքը մնացել է որպես ինձ սեփականություն հիմա այսօր առաջի անգամ երկար ժամանակ փակ էր ես գնացել եմ դուռը բացել եմ եւ պլանավորում եմ առաջինը մեկ շաբաթում կամ մի քանի օր ավելին կահավորել որպես օֆիս որը կդառնա այդ կազմակերպության ընդունելության եւ բոլոր աշխատանքների համար տեղ Հիմա ամփոփենք մարդիկ ուզում են ձեզ հետ կապնվել ինչ անեն հերախոսը եւ կազմակերպության մեջ է գրված կանոնադրության մեջ է գրված կանոնադրությունը սայտում ազատ է հիմա իր կարող եմ ասել որպեսի հերախոսի համարով զանգ տալ բայց այնպիսի հարցեր են տալի որ ուղղակի ժամանակի իզուր է շատերը ուզում են ուղղակի զրուցել մենք զրուցելու ժամանակ չունենք դա էլ է լինելու լավ Դեպքում ինչպես կապնվել ձեր հետ հեռախոսի համարով կասեք մեզ դիտողներին անպայման մի րոպե կան համարները անգիր հիշում եմ ես հայկական անգիր չեմ հիշում դրա համար ստիպված պետք է կարդամ 096 54 73 55 Եվ շնորհակալություն ովքեր ուզում են իրենց ստորագրություն ունենալ այդ դիմումի տակ կապեք այս հեռախոսահամարով բայց ոչ զրուցելու եւ ոչ կարծիքների փոխանակելու ժամանակ կորցնելու որովհետեւ աշխատանքը շատ է գրաֆիկը սեղմ է ելի գործեր կան անելու վստահ եմ պարոն Երխանյանի հոգին խորն է ինքերի պլաններ ունի այս առումով մոտավորապես երբ եք սպասում պատասխան Մայքի դատարանից ճիշտ հարց է մինչև 6 ամսվա մեջ այսինքն մոտավորապես մենք հուլիս-օգոստոս պետք է ունենանք ինչ-որ մի բան պայման Դուք մոտավորապես պատկերացում ունեք ինչ կարող է լինի եւ ինչ կարող է չլինի պլյուս մինուս հա պատկերացնում եմ վատագույն դեպքում որ դուք դիմելու կարգի մեջ այսպիսի վրիպակներ եք արել ընտրում եք ճշտեք նորից ուղարկեք լավագույն դեպքում ձեր հայցը ընդունված եւ որպես հետևանք կքննարկվի ձեզ պատասխան կտրվի լավ ինչ որ ակնկալիքներ կա իրոք մանրոյական քայլ է թե սա կարող է նաեւ իրավական եւ քաղաքական հետևանքներ ունենալ իրավական հետևանք ակնկալում ենք քաղաքականի մասին չենք մտածում թող մտածենք քաղաքագետներ մենք քաղաքականությունով չենք զբաղվում ես քաղաքականությունով չեմ զբաղվում մենք զրուցում մեծ քաղաքականությունով ենք զբաղվում այո ավելացնելու բան ունեք երևի իմաստուն ինչ որ բան ավելացնել ուղղակի այսօր մեր մեծ հայի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է այսօր 121-ամյակն է ծննդյան հաշվի առնելով որ Երևանում հարավարևմտյան թաղամասում Բանգլադեշ կոչվող թաղամասի կենտրոնում իմ
Շահումյանում աշխատած ժամանակ հիմքը դրվել է մեծ զորավարի արձանի տեղադրումը եւ Վահան Զատիկյանն այն ժամանակ նախնական միասին եւ ֆինանսավորել եւ արել ենք ես իմ պարտքն եմ համարել այսօր գնալ ծաղիկներ դնել եւ հարգել մեծ մարդու հիշատակը գիտեմ որ Կիրովականում ավելի գեղեցիկ արձան է դրված եւ այնտեղ այսօր մարդիկ հրավիրեցին ես չէի կարող կիսվել երկու մասի իրենք Կիրովականում են մեծ հարգանքի տուրք մատուցել մեր մեծ զորավարին կուզեի հայ ժողովրդին շնորհավորել որ իր պատմության մեջ մեր պատմության մեջ այդպիսի մարդ ենք ունեցել լինելով կարելի ասել թերուս բայց շատ անգամ ավելի խելոք եւ գրագետ եւ ազգասեր մեծ աշխատանք է արել քան շատ գրագետներ շատ իրենց մեծ հայ համարողները եւ եթե հնարավոր է ոչ այսօր ապա վաղը կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել մեր մեծերին եւ կոչ կանեի որ մեր ժողովուրդը սթափվեր չմտածեր միևնույն է ոչ մի բան չի լինում ամեն ինչ որոշվում է ուժով դա կեղծ կարծիք է դա մանիպուլյացիայի սկիզբն է հադրանով են մեզ նսեմացնում, ստորացնում, թուլացնում եւ ազդում մեր գաղափարախոսության վրա, մեր գործողությունների վրա, որպեսզի մեր ժողովուրդը մի քիչ սթափվի, քանի որ առջևում ընտրություններ են, երևի մենք այլ հնարավորություն չունենք քան միասնաբար այս ընտրությունները ազգային հենքի վրա անցկացնել եւ աշխատել որ ապագա իշխանությունները միայն լինեն այնպիսին որ ազգի շահը ժողովրդի շահը վեր դասեն իրենց անձնական այսպես ասած գլոբալիստական համաշխարհային ինչ որ առևտրական կամ այլ շահերից որտեղ ավելի մեծ շահ ավելի մեծ բարիք քան ծառայելը սեփական ժողովրդին ավելի մեծ արժեքություն ունի որտեղ հիշելով մեծ հայույց Սիրվա Կապուտյանին որ ճշմարտացի ձևով ասել է ուրիշ հողում տնկած ծառը քոնը չի ուրիշ հողում շինաստունը քոնը չի մեր հողը հայկական բարձրավանդակն է մեր հողը Վիլսոնի արդեն իրավական տարածքն է որ մենք լուրջ մոտենանք տեր կանգնենք մեր իրավունքներին մեր Վիլսոնյան Հայաստանին գոնե այս 204,000 քառակուսուն եւ պահանջենք այն որը մերն է ուրիշի ոչինչը մեզ պետք չէ այդ սկզբունքով աշխատենք որ եթե հայերը Ամերիկայում լավ են ապրում դա չի նշանակում Ամերիկան իրենցն է կամ այլ երկրներում դա չի նշանակում այդ երկրները իրենցն է հիշելով մեծ Ֆրիդրիխ Նանսենի հանճարեղ միտքը խորը իմաստալից միտքը որը երկար ժամանակ աշխատելով հայ ժողովրդի հետ իհարկե ազգերի լիգայի հանձնարարությունով այդ մեծ մարդ աշխատելով մեր հայ ворփերի հայ կանանց եւ տարբեր տեղերի մարդկանց հետ շատ խորն է ուսումնասիրել հոգեբանությունը եւ նրա ասած նախադասությունը ինձ շատ է այսպես համոզել
եւ հասկացրել, թե մենք ինչ ասկենք, դուք տվեք ես էլ դա կարդամ, հիշելով այդ մարդուն, որ հայերի հիմնական դժբախտությունը օտարներին ինքնամոռաց նվիրվածությամբ ծառայելու մեջ է։ Այո։ Ես խորհուրդ կտայի, խնդրեի, կգերածեի այն օրվա մասին եւ հայ ժողովուրդը ինքնամոռաց նվիրվածությամբ ծառայեր իր ժողովրդին, իր հայկական բարձրավանդակին, իր Վիլսոնյան Հայաստանին, նրան, որը իրենն է, հոգեհարազատ է, պատկանում է իրեն։ Օրինակ կա, կարելի է բերել, մեր նման, այսպես ասած, խելոք, մենք մեզ խելոք ենք համարում, շատերն են մեզ խելոք համարում, խելացի, բարեկիրթ, հանճարեղ, տաղանդավոր, որտեղ մենք բոլոր ազգերի մեջ տաղանդավոր մարդիկ տվել ենք, բայց մենք մեր մեջ տաղանդներ չենք անում, որովհետև այդ սկզբունքը ազնվորեն նվիրվածությամբ ծառայել սեփական ժողովրդին, ոնց որ մեր մոտ վերացել է, վերադառնանք մեր ակունքներին։ Ինքնամոռաց նվիրվածությամբ ծառայենք մենք ինքներս մեր ժողովրդին, մեր հայրենիքին, մեր պետությանը։ Ես համոզված եմ, որ մենք դրան կհասնենք եւ ապագա կարճ ժամանակում մենք հաջողություններ կունենանք։ Մեր արած քայլը դա մեկ քայլ է դեպի այդ ճանապարհին, որ վերադառնա հայ ժողովուրդը իրեն ակունքներին։ Եվ շնորհակալ եմ հարցազրույցի համար, շնորհակալություն, որ ժամին, այս ուշ ժամին ժամանակ գտաք մեր համար։ Մեզ դիտողներին այս հարցերի բարձրաբանումը կարծում եմ շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Հաջողություն մեզ բոլորին։ Շնորհակալություն, խնդրում եմ շարունակեք, որտեղ դուք շատ մեծ գործ եք անում, չընկճվեք, շարունակեք։ Քանի ձեր նման գործանողներ կան, ես իրավունք չունեմ նույնիսկ ընկճվելու։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն։